Իմ տունը իմ ամրոցն է արտահայտությունը դժվար է պատկերացնել, եթե դուք Երևանի բազմաբնակարան շենքի բնակիչ եք, հատկապես եթե դուք բնակվում եք Իսակով Պողոտայի 4 կոտորակ 2 շենքում։ Այստեղ 10 օրվա ընթացքում 6 գողության դեպք է գրանցվել, որից 4-ն ավարտվել է հաջողությամբ։ 30 բնակարանի բնակիչ միայնակ թոշակառու Սվետլանա Սիմոնյանը ստեղծագործական մոտեցմամբ փորձում է պաշտպանել իր բնակարանը հերթական կողոպուտից։ Ուշադրություն, հարգարժան գող ու ավազակներ, իմ տունը արդեն թալանել եք, ուստի խնդրում եմ դուռը վերջնականապես չփչացնեք, քանի որ նոր կողպեք գնելու հնարավորություն չունեմ։ Տան տերը։ Սվետլանայի բնակարանի կողոպուտից անցել է 1 տարի, և մեր խնդրանքով նա զանգահարում է իր գործը քննող քննիչ Վալոդյա Բադալյանին։ Մի հատ համար տվեք, ձեր պետի համարը տվեք, ես զանգ կտամ իրան կբացատրեմ։ Ասեք տեսնեմ, համարը չունեք։ Ոնց թե, դուք մի որևիցե համար չեք հիշում ձեր հիմնարկի։ Այ քեզ բան, էդ ինչ աշխատող եք։ Դուք չգիտեք, հայ ինչ եմ ասում, բայց չհասկացար։ Սպասեք ոնց որ դուք գայիք են օրը, որ ձեզ սպասում էին, այն վաղտ կիմանայիք եղելությունը, իսկ դուք դաժե չբարեհաճեցիք զանգ տակ ու վաբշե չեկաք, դենց չի էլի միլիցիայի գործը։ Այս թաղամասում թաղային ոստիկանի չեն տեսել ավելի քան 1 տարի։ Մենք փորձեցինք նրան գտնել ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի օգնությամբ, բայց ապարդյուն։ Սվետլանան օգտագործելով մեր ներկայության փաստը հրավիրում է փոքրիկ խորհրդակցություն, որտեղ պետք է քննարկվեն շքամուտքի և բնակարանների պաշտպանության հնարավոր մեթոդները։ Բայց հիմա չգիտեմ ես։ Լավ, հիմա մենք տեսնում ենք, որ պետությունը մեզ չի պաշտպանում, մեկին որոշենք, բայց ավելի գան գնալ պետաներին, եկա աշխարհը, որին անի պետությունը, գողերին դեմը չկա։ Չգիտեմ, Սարգսյան ջան, ասում դրա համար եմ ասում, ես օրինակ ինքս կոնկրետ չգիտեմ ում կարելի է դիմել, ում կարելի է դիմել, որ մենք մեզ պաշտպանված կան։ Ժողովը ավարտվեց ապարդյուն, իսկ մեզ հաջողվեց գտնել ոստիկանության պետական պահպանման վարչություն, որը կարող է նաև բնակարանների պաշտպանություն կազմակերպել, իհարկե որոշակի գումարի դիմաց։ Ահազանգման սարքերը քաղաքացիների բնակարանում մոնտաժային աշխատանքների հետ միասին կարող են իրականացնել մեր ծառայությունները և մեկ սենյականոց բնակարանի միջին արժեքը կկազմի մոտավորապես 70,000 դրամ, սարքը տեղադրելը և մոնտաժելը, իսկ հետագայում յուրաքանչյուր ամիս քաղաքացին պետք է մուծի ևս 10,000 դրամ վարձ, որի համաձայն մեր ծառայությունները պահպանության տակ կառնեն տվյալ քաղաքացու բնակարանը։ Տարեկան մոտ 24 միլիարդ դրամ կառավարությունը նախատեսում է քաղաքացիների պաշտպանության ապահովմանը, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ բնակիչները ստիպված են հավելյալ գումարներ վճարել սեփական անվտանգության համար։